Վրաստան մեկնողները պետք է առողջության ապահովագրություն ունենան, որոշումը ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից։ Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ, ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով կազմված վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից և ապահովագրական ծածկույթը պետք է կազմի նվազագույնը 30,000 լարի։ Ապահովագրությունը պետք է գործի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը։ Փաստաթուղթ ունենալու համար մի քանի րոպե է անհրաժեշտ։ Օրինակ, այս ընկերությունից օգտվելիս 6 օրով ապահովագրություն ունենալու համար պետք է 1550 դրամ վճարել։ Ծածկույթը 30,000 եվրո է։ Ինչու է Վրաստանը որոշել նման քայլ կատարել։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահի խոսքով, սա առաջին հերթին երկրներին ապահովագրում է ֆինանսական ռիսկերից։ Ցանկացած զբոսաշրջիկ, երբ օտարերկրյա քաղաքացի, երբ տվյալ երկրում է գտնվում, ինքը այսպես ասած ֆինանսական ռիսկ է։ Եթե ինչ-որ դժբախտ պատահար լինի, եթե ինչ-որ մի դեպք տեղի ունենա կամ ծայրահեղ դեպքում բոլորից թող հեռու լինի, մահվան դեպք է գրանցվում, այս պարագայում ծախսերը չեն մնում տվյալ ընդունող երկրի վրա, այլ հենց զբոսաշրջիկի ապահովագրությունն է այդ ծախսերը հոգում։ Նման դեպքեր Եվրամիության անդամ երկրներում բազմաթիվ են եղել, Վրաստանում ևս։ Զբոսաշրջիկը գտնվել է իրենց երկրում եւ ինչ-որ դեպք է տեղի ունեցել, սակայն վճարունակ զբոսաշրջիկ չի եղել, այսպես քաշքշուկ է առաջացել, ի վերջո տվյալ երկրի հարկատուներն են այդ ծախսերը հոգում եւ հետեւաբար խնդիրը լուծելու համար եկան ամենաճիշտ ճանապարհին իմ կարծիքով երկրի համար եւ ընդունեցին ճանապարհորդական ապահովագրությունը պարտադիր դարձնելու օրենքը։ Ընդունվում են թե վրացական, թե հայկական ընկերությունների ապահովագրությունները։ Սահմանին էլ ըստ Աղբալյանի, տարբեր ընկերություններ արդեն հասցրել են կետեր բացել։ Հայաստանից դեպի Վրաստան ճանապարհորդողները շատ են, թե ամռանը, թե ձմռանը, նշում է տուրիստական ընկերության տնօրենը։ Ապահովագրության մասով կարող ենք ասել, որ ինքը որպես այդպիսին բավականին կարևոր եւ նաեւ անհրաժեշտ պայման է, որովհետեւ մեծ հաշվով ապահովագրական վճարը մեծ չէ եւ զբոսաշրջիկի վրա այդքան ֆինանսական բեռ չի ավելացնում, սակայն աստված մի առասցե պատահարի դեպքում դու ապահովագրված ես։ Գևորգյանը կարծում է, որ Հայաստանում եւս կարելի է կիրառել որոշումը։ Մենք էլ ունենում ենք դեպքեր, երբ որ կան զբոսաշրջիկներ կամ այցելուներ, ովքեր ունեն որոշակի խնդիրներ կամ տեղի ունեն պատահարներ եւ նրանք հետագայում խնդիրներ ունեն ֆինանսական, որովհետեւ չեն կարողանում վճարեն բուժ հաստատություններում եւ այլն խնդիրներ են լինում մեր զբոսաշրջիկների հետ։ Այդ պատճառով կարծում եմ, որ կգա ժամանակը, որ նաեւ Հայաստանում դա կլինի պարտադիր։ Իսկ ինչու Հայաստանը չի անցնում այդ համակարգին։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահը նշում է. դեռևս չենք հասել զբոսաշրջիկների այն թվին, ինչն ունի Եվրամիությունը կամ նույնիսկ Վրաստանը։ Անհանգստություն կա, որ այսպիսով ծախս կավելացվի զբոսաշրջիկի համար, ինչը նրան հետ կպահի մեր երկիր այցելելուց։ Մյուս կողմից կրկին ունենք խնդիր, երբ զբոսաշրջիկի հետ ինչ-որ բան է տեղի ունենում եւ մեր բուժհաստատությունները դեռ այսպես սոցիալիստական դրամաբանությամբ են առաջարժվում եւ ծախսերը հոգում են հենց բուժհաստատությունները, այսինքն որևէ մեկին անօգնական անպաշտպան չեն թողնում, բայց այս պարագայում կրկին ստացվում է, որ օտարերկրյա քաղաքացիների ծախսերը հոգում են Հայաստանի հարկատուները։ Աղբալյանի կարծիքով ինչ-որ պահից Հայաստանն էլ նման որոշում պետք է կայացնի, քանի որ զբոսաշրջության վերջնական նպատակը ոչ թե ծախս անելն է, այլ եկամուտ ստանալը։ Լիանա Խաչատուրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։